Իշխանավոր տղամարդիկ պատրաստ են ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից։ Կոնկրետ հարցով իշխանությանը դիմեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։ Իմ խնդրանքը ձեզ լրագրողներ, խնդրում եմ ուղղակի հարցնեք, տղամարդավարի պատրաստ եք ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից։ Սուտ մեկը մյուսի հետևից, բոլորը չապացուցված ու չհիմնավորված։ Դավիթ Ղազինյանն ու փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողներին ներկայացրին դատական նիստի մանրամասներն ու արձանագրումները։ Այսպես, հեծի հարցում հանձնում ընդունում չի եղել։ Հաջորդ սուտը, որը վերաբերում է հավելագրումներին, երբ իշխանությունը հայտարարեց, թե հեծը 3 միլիոն մարդու գրպան է մտել։ Դատարանը ասաց, որ սուտ է խոսում։ Դատարանը իր որոշումով ասեց, այդ հայտարարողին համապատասխան անձին ասաց դուք սուտ եք խոսում։ Դատարանը ֆիքսել է, որ սուտ էր նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այն հայտարարությունը, թե հեծը ինչից ձևերով կողոպտում է հայ ժողովրդին, մասնավորապես քաղաքացիների հոսանքի սակագնի մեջ մտնում են նաև հեծի վերցրած վարկերը։ Թղթի վրա անկախ, բայց փաստացի կախված, կախյալ հանձնաժողովի նախագահ ուղիղ հայտարարեց, որ այդ վարկերի տոկոսները չեն մտնում սակագնի մեջ, այսինքն ինչքան ուզում է վարկ ունենա հեծը, տոկոսները սպասարկում է սեփականատերը իր միջոցներից։ Նրա խոսքով մի փոքր շոու էլ բեմադրվեց Փաշինյանի եւ ժամանակավոր կառավարչի մասնակցությամբ, որտեղ միտք հնչեց, թե կարող են ենթադրել, որ էլեկտրաէներգիայի էլեկտրոնային հաշվիչ համակարգը կարող է ջնջվել ինչ-որ բան թաքցնելու համար։ Դատարանը ֆիքսեց, որ այդ համակարգը չի ջնջվել նախ առաջին հերթին, այսինքն չկա ապացույց, որ դա ջնջվել է, նախ դիտավորությունը բացառում է, եւ երկրորդը չի ուսումնասիրել ընդհանրապես արդյոք ջնջվել է կամ արդյոք վերականգնման ենթակա է թե ոչ։ Դա մի սուտ, ուղղակի սուտ, բառից բուն իմաստով թող դատի տան, թող հերքեն, չգիտեմ ինչ անեն։ Իրավական հիմնավորումները անգամ դատարանի ֆիքսացն ապացուցեց, որ հեծը խլելու գործընթացը քաղաքական է ամբողջովին։ Փոքր ընդմիջումներով 13 ժամ տևած դատական նիստում եւս դա արձանագրվեց, ասաց Ղազինյանը։ Այդ քարտ բլանշը, որ տրվել է ժամանակավոր կառավարչին, ընդհանրապես փորձել վախեցնել կամ ճնշել Սամվել Կարապետյանի եւ երկրորդը որպես ընտրական ռեսուրս օգտագործել։ Ընկերության հետ կապված իրավիճակում իշխանությունը պարտվել է եւ դրա մասին են վկայում նաեւ դատարանի հիմնավորումները, նշեց Ղազինյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանն էլ ասաց, առաջին ատյանի դատարանի որոշումը կբողոքարկեն վերաքննիչ դատարանում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։